Հայհոյանքի համար Facebook-յան նկատողությունից հետո Փաշինյան անցել է շանտաժի լեզվին։ Սպառնում է հենց այս ամիս աշխատանքից ազատել ՀԵՑ-ի այն աշխատողներին, որոնք իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով։ Դատել է խոստանում նրանց, ովքեր ՀԵՑ-ի աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել։ Նաև ակնարկում է, որ նրանք, ովքեր որևէ հավաքի չեն մասնակցի եւ հանկարծ կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի։ Ակնհայտ ցույց է տալիս, որ ինքը մահու չափ վախենում է թե Սամվել Կարապետյանից, թե բոլոր հայրենասերներից հատ առ հատ եւ ամենաահավորը ինքը սարսափում է հայրենասերներից, երբ դրանք լինեն միախմբված, համախմբված եւ միահամուռ ճակատով։ Պաթոլոգիկ վախ է ապրում Փաշինյանը Կարապետյանից, կարծում են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ Նրանք վստահ են, որ Փաշինյանը շանտաժ է անում Սամվել Կարապետյանի եղբորորդու հայտարարությունից շանթահարված։ Նարեկ Կարապետյանը կոչ էր արել քաղաքացիներին ուրբաթ երթանել դեպի ԱԱԾ, որի նկուղային հարկերում է 2 ամսով կալանավորված գործարարը։ Սամվել Կարապետյանի հայ առաքելական եկեղեցու մեջ տեսնում է ուժ, որոնք կարող են համախմբել հայ ժողովրդին եւ իր դեմ իշխանափոխության պայքար սկսել, որտեղ հայ ժողովուրդը այլևս չի հանդուրժում այս իշխանությանը եւ ինքը շատ լավ գիտի հարցումների արդյունքները, ինքը շատ լավ գիտի իր իսկ վարկանիշը եւ շատ լավ գիտի, որ ինքը իշխանությունը կորցնելու լուրջ վտանգ ունի։ Փաշինյանի սկանդալային գրառումից հետո Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել։ Խոստանում են վերականգնել բոլոր այն աշխատակիցների խախտված իրավունքները, որոնց կսպառնան մշուշոտ ապագայում, աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեկը իր աշխատանքային պարտականությունները կատարելուց հետո, այսպես կոչված, աշխատանքից հետո կամ հանգստյան օրերին իրավունք ունի իր դիրքորոշումը հայտնի այս կամ այն հարցի հետ կապված եւ այստեղ այն ռետորիկան, որ վարչապետը ներկայացնում է, նույնպես իմ համար անընդունելի է։ Փաշինյանի նախկին թիմակիցների, նրա քաղաքական ընդդիմախոսների համար կարմիր գծեր հատել է նշանակում մարդկանց աշխատանքից ազատելու սպառնալիքը։ Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանը Փաշինյանին խորհուրդ է տալիս աշխատանքից շտապ ազատել իր այն թիմակիցներին, որոնք վարչական ռեսուրսի կիրառմամբ ստիպում են մարդկանց մասնակցել իշխանական ուժի հանրահավաքներին կամ կրթվելը նորաձև է արշավին։ Եթե տարբեր հանրահավաքներում, դուք նայեք այդ կադրերը, կտեսնեք նույն դեմքերը, նույն մարդիկ, մի օր մի շորով, մի ուրիշ մի օր մեկ էլ նույն շորերով, բայց այդ նշանակում է ինքը ուղղակի գեներացնում է տպավորություն, որ իր հանրահավաքներում շատ մարդ կա եւ փորձում է մարդկանց սարսափի, ահու սարսափի մեջ դնել։ Գյուրեղյանը պնդում է, Թուրքիայից է Փաշինյանը վերադարձել եկեղեցու եւ ազգային արժեքները պահողների դեմ ավելի կոշտ զենքեր հանելու խոստումը շալակած։ Հրահանգ է տրվել Էրդողանի կողմից շատ ուղղակի, որ շատ կարճ ժամանակում դու պետք է բոլոր խոստումները կատարես, հակառակ պարագայում կենթարկվես արդեն նավթի ենթարկվի իրենց պատժին։ Այսինքն իր մեջ ահու սարսափ կա թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ կատարած խոստումների չկատարման պատժից։ Facebook-ով հետ աշխատակիցներին սպառնացող Փաշինյանը ըստ ընդդիմության շատ լավ հասկանում է, որ կորցրել է փողոցի աջակցությունը, մի փոքր կայծն անգամ կարող է մարդկանց մղել պայքարի ու դառնալ իր քաղաքական վախճանի պատճառը։ Այն տերմինոլոգիան, որ պարոն Ասպրանյանը եւ ես օգտագործում ենք պարոն վարչապետի հասցեին, որ ինքը սպառել է իրան որպես ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, սոցիալապես, քաղաքականապես։ Փաշինյանի ընդդիմադիրների համոզմամբ Շրիշակից է ցածր գլորված վարկանիշի մասին չի խոսում նրա նախկին թիմակից Հովիկ Աղազարյանը, բայց պնդում է, հոգնել է Փաշինյանը, պետք է գնա հանգստանալու, ոչ թե զբաղվի պետական ռեկետով։ Աղազարյանը ռեկետ է անվանում Տաշիր գրուպին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը ազգայնացնելու նախագիծը, որի օգտին այսօր խորհրդարանում միայն ՔՊԱ-ականներն են քվեարկել։ 65 կողմ դեմ 30 ձեռնպահ որոշում ընդունվել է։ Եթե հեծը պետականացվի, ապա շատ կարճ ժամանակ հետո մենք ունենալու ենք խնդիրներ եւ թանկացումների իմաստով, եւ հոսանքի մատակարարման իմաստով, եւ բոլոր իմաստներով մենք խնդիրներ ենք ունենալու, նաեւ խնդիրներ ենք ունենալու այլ իմաստներով, միջազգային ասպես կոչված ինստիտուտներ, բաներ պիտի պաշտպանի սեփականության իրավունքը։ Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է, որ ճակատագրական սխալ է գործել Փաշինյանը Սամվել Կարապետյանի ոտքը տրորելով։
Արմենուհի Գյուրեղյանն ուզում է, որ Փաշինյանն ի վերջո հասկանա, ոչ կալանավորելով, ոչ գույքը խլելով չի հաջողվելու լռեցնել Կարապետյանին։ Նրան պաշտպանելու համար ոտքի է կանգնել ամբողջ Սփյուռքը։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։